Ֆիքսված եւ անվանական պարամետրերով ատրիբուտներ։ Ատրիբուտները կզարգացնենք եւ միանգամից կտեսնենք անվանականը ինչ է, տեսնենք որ ատրիբուտը, որը նախորդ դասերում արդեն տեսել ենք, մի հատ նայենք, օրինակ ատրիբուտ ես օգտագործեցի, help կլասը դարձավ ատրիբուտ եւ բանից բարձվեց, օգտվեց ուրիշ ատրիբուտից, որը մենք կանցնենք ներդրված ատրիբուտների շարքից է, եւ այսպեսի մի հատ շարք ենք ցուցադրել, չբացատրելով, հետագայում կբացատրենք։ Այսրանք կոչվում են պարամետրեր։ Արգումենտ պարամետր չխառնեք, կարելի է երբեմն հեղինակները խառնել եւ այլն։ Պարամետրեր եւ հարց առաջանում, որ այս հավասար ինչի նշան էր։ Ահա ստացվում է, որ եթե ես ներկայացնում եմ ուրեմն հավասարով, ես իրան արդեն արժեք եմ տալիս։ Ահա սրանք կարող ենք անվանել պարամետրեր, անվանական ենթադրենք, անուն կարող է լինել նաև optional, տենց անուն անցել ենք։ Ինչևից է, ֆունկցիոնալ տեսակետից մենք այդպիսի բան անցել ենք, եւ այստեղ այդպիսինը կա, այս արգումենտը վերցնում այն ինչ-որ մի տեղից խոսենք դեռ, իսկ սա արդեն արժեքներ ստացած է։ Ահա վերնագիրը դրա մասին է, որ մեր ատրիբուտը մենք որ ստեղծում ենք կամ գոյություն ունեցողները միանշանակ կարող են ունենալ ֆիքսված եւ նախորդ դասի առաջինն է, ահա այս դասի առաջինն է, ֆիքսված է, որտեղ հավասարի նշանը չկա, եւ կարող է լինել անվանական ֆիքս, այսպես պայմանական անուն է, վերագրումով ինչ որ արժեք տալու տեխնոլոգիան։ Ես արագ հիշացնեմ, այդպիսի դաս C# 1-ում մենք անցել ենք եւ փորձեմ հիմա գրիչի օգնությամբ դա ցուցադրել, տեսնենք ինչպես է կատարվում։ Տեսեք։ Հիշեցում։ Մենք եթե ունենք ֆունկցիա եւ այդ ֆունկցիան նկարագրված է ինչ-որ միտեղ, ասենք string s եւ integer a։ Ասենք void է վերադառնում, այդքան հնարավոր չի, կոդը գնաց։ Ես իրեն միայն կարող եմ կանչել այսպես f որևէ string արտահայտություն a b c եւ ասենք 55։ Սա արգումենտ դարձավ։ Ինչ ստացվեց, որ սա call-ն է, կանչելն է ֆունկցիայի, սա նկարագրությունն է։ ABC-ն կդնի սրա տեղը կօգտագործի այստեղ, 55-ը կդնի այստեղ, կօգտագործի այստեղ։ Լավ։ Իսկ կարող եմ ես կանչել f, սա կրկնություն է, optional եւ անվանական պարամետրերի հետ կապված, որը այստեղ կիրառվի, C# 1։ Կարող եք բացել նայել։ Ուրեմն տեսեք, եթե ես կարող եմ արդյոք այստեղ միայն ուղարկել ենթադրենք ABC կամ 55, ասենք ուղարկեմ ենթադրենք ABC ու փակել, ոչ, ինչու, որովհետև երկու պարամետր է ուզում, սակայն մենք պայմանավորվել ենք, եթե ես այստեղ գրեմ հավասար եւ ուրիշ արժեք հենց 55 դնեմ, կարող եմ 66, 77, 99, ինչ որ արժեք դնել, այնքան որ integer-ին համընկնի, իրավունքի դիապազոնը փոխվեց optional եւ ուրեմն name պարամետրերի տեխնոլոգիան ասում է դուք նույնիսկ մի պարամետրով կարող եք աշխատել, եթե այստեղ կա այսպիսի վերագրման օպերատոր, այսա։ Այսինքն տեղում է որոշված։ Սա 5 դասի կրկնություն էր։ Եվ ստացվեց ես մի հատ եմ կանչում, կարող եմ եւ ելի երկուս կանչել, օրինակ գրել ենթադրաբար f ասենք էլի a եւ էլի տալ ասենք 18 ենթադրենք։ Կծածկի ինքը, այսինքն այս 18-ը կգա կծածկի n հրին, որը որ անվանականով հավասարումով դրած է։ Հարց կամ ավելի շուտ մոտեցում այդպիսի բան կա եւ մեր ատրիբուտները նաեւ ունեն անվանական պարամետրեր։ Անվանական պարամետրերի տեխնոլոգիան կոնստրուկտորում է ընդհանրապես նշվում, ատրիբուտի պարամետրերը կարելի արժեքավորել կոնստրուկտորում, ինչպես նախորդ անգամ ասեցինք։ Օրինակը մենք ունենք, չենք վախենում այդ օրինակից արագ ցուցադրել, հետո առաջ եմ անում ուղղակի հիշելու համար, խնդրեմ այստեղ
այստեղ նայեք, խնդրեմ, կոնստրուկտորա, ալպ, սա կլասն է, վերագրման օպերատորը կամ արժեքավորումը կատարվեց կոնստրուկտորով։ Այսինքն ստացվեց, որ մեզ մոտ կոնստրուկտորում է կատարվում, եթե ծրագրային կամ տեխնիկական հարցեր կա, կոնստրուկտորով դա կատարվում է։ Ինչն է հետաքրքիր, որ սակայն եթե դուք ուզում եք ստանալ անվանական, այսինքն վերագրումը հետը, անպայման public-ով պետք է լինի։ Պայմանավորում ենք, եթե կլասում public դաշտերով ամերծված իրավունք ունեք անվանական դնեք եւ անպայման նա պետք է լինի վերջում դա պարտադիր է եւ մնացած արդեն պարզ է։ Օրինակի վրա միանգամից մենք փորձենք աշխատել։ Իվարկյան։ Ահա, մենք ունենք console application core-ով տեսեք, այստեղ ես բացատրեմ, ինչև կաշխատի, ինչ է կատարվում։ Ունեմ class alt եւ B class-ը ցանկանում է, որպեսզի պարամետրեր նաև ավելանա։ Օրինակ, իմ արդեն custom attribute, այսինքն մեր կողմից հնարվող attribute իր տեխնոլոգիաներով պահված է։ Ինչ է ասում, որ եթե ես ուզում եմ իրեն օգտագործեմ, կարող եմ տալ պարամետր եւ նա կարող է լինել իր դաշտով, ինկապսուլյացիայով private, բայց կարող եմ նաև տալ անվանական, վերագրումը հենց դրա հարցն է։ Ստացվեց, որ ես իմ ատրիբուտը օգտագործեցի եւ name-ը, այսինքն անվանական պարամետր եւ սովորական երկու պարամետր դրեցի։ Ուղղակի, տեսնենք մեր ծրագիրը կաշխատի կամ ունի այդպիսի բան։ Պայմանավորվածությունը սենց է, եթե ես ունեմ class, ես եմ ստեղծել օգտագործողի կողմից։ Ժառանգականությունը ապահովեցի։ Լրելիությամբ արժեքների դեպքում սա կարելի է նույնիսկ հանել, այդպես ենք ենթադրում։ Ուրեմն ստացվում է, որ ես պահեցի եւ ալբը բոլոր ծրագրերի համար դարձավ, ենթադրենք attribute, օրինակ B class-ի համար դարձավ attribute եւ շարունակեմ։ Սա բանա, դաշտա, private-ա, ինկապսուլյացիան հետնա, նշանակում է ինքը property-ով ենք մենք իրեն կամ աշխատացնում get-ով կամ set-ով, նույնիսկ կարող է լինել, հնարավոր է կոնստրուկտորով իրան կարող ենք արժեք տալ, խնդրեմ, ստացվում է, որ սա ֆիքսվածն է, public-ները կարող են դառնալ անվանական, պայմանավորվածություն ու վերջ։ Հիմա օրինակը copy-paste-ով մենք կտանենք առաջ, իվարկյան, կտրեմ, նայենք, հիմա ծրագրում մի հատ ակշատացնենք ուղղակի և փորձենք տեսնել ինչա կատարվում։ Ինչ հրազեով աշխատեց, դեռ իրա հետևից չենք գնա։ Մենք անցել ենք արդեն, որ կարող են երկու ձևով ատրիբուտները աշխատացնել։ Type class-ի միջոցով կարող ենք նայել ինչպիսի ատրիբուտներ ունի նախորդ դասն է, եւ էլի type class-ի միջոցով, սակայն attribute class-ի static անդամ get custom attribute մեթոդի միջոցով երկու պարամետրով ոչ միայն կարող ենք կապ հաստատել, այլ կարող ենք աշխատացնել արդեն ինֆորմացիան։ Խնդրեմ, ստեղ տալիս է իմ ատրիբուտի այն դաշտերը, որ ես նշել եմ, 3 դաշտեր, եւ ստացվում է, որ ես այս 3 դաշտերը կարող եմ օգտագործել PP-ին, օրինակ, աշխատացնել property-ին, public-ը, աշխատացել այս name-ը, name-ը կարող է դառնալ եւ աշխատացնել p-name-ը, որը էլի կարող է name-ը դառնալ։ Ստացվեց, որ այսինքն անվանական դարձան։ Վերջ, տեսական ասված է, ծրագիրը ստեղծված է, ես առաջի մասը մի հատարակ ցույց տամ, նախորդ դասից է ցույց է տալիս atribute-ը class B-ի է դրված եւ անունը alba։ Եկեք սա հանենք։ Ինչու համար, որպեսզի մեզ շատ չխանգարի։ Այստեղ ստացվեց, որ ես
3 տվյալներ եմ ուզում վերցնեմ, այս 3 տվյալներից տեսնենք սկզբից գալիս է property return առնում s-ը, այո, կարող ենք, մենք տեսնենք առաջինը որն է, Armenia comment, տեսնենք կա այդպիսի բան, տեսեք Armenia comment, այսինքն ստացվեց, որ իմ ատրիբուտի մասին տեղեկություն ֆիքսվածի մեջ դրված է, եւ ատրիբուտի մեջի տեղեկություն իմ ատրիբուտը ֆունկցիոնալ աշխատեց, ոչ միայն նկարագրեցինք, ոչ միայն ինքը իր մասին տեղյակ է, այլ նաեւ ինֆորմացիա է տալիս, այսինքն կլասին ձեր կլասի անդամ չի, բացարձակ, տեսեք, B կլասս դատարկություն, բացարձակ, ոչ մի բան չկա, բայց ինքը արդեն արժեքներ է տալիս, իրան հատկություն ենք տվել, ալպ ատրիբուտացրել ենք, որը Հայաստանում է ստեղծված, հələ անուն ազգանուն ունի, կարա ֆակտորիալ էլ հաշվի, կարա սերիալիզացիա էլ անի եւ այլն եւ այլն։ Ահա, սա աշխատեց, մենք ստացանք մեր փակ ինկապսուլյացիով string-ը եւ նաեւ name-ը մի անգամ կանչեցինք, մի հատ էլ name-ը կա։ Ինչն է հետաքրքիր, այս name-ներից որը երբ կտա, քանի որ այս name-ին տված է a, իսկ s-ին տված է comment-ը գալիս է կոնստրուկտորով, ապա սրանցից մեկը ինքը կցուցադրի եւ դրանով կվերջացնենք։ Armenia, ուրեմն additional info-ն գալիս է եւ 0 է գալիս։ Ինչու՞ է երկրորդը 0 գալ։ No additional info-ն ստեղից, ասեմ անվանականը ստացվեց, անվանականը վերցրեցինք։ Բայց մյուսին մենք արժեք չենք տվել։ Տեսեք, իմ մոտ ուրեմն ստացվում է, որ ISP name-ը ոչ մեկը ոչինչ չի տալիս։ Property-ը ընդունված կարգա, եթե դաշտա կլասի, property-ն կամ սովորական դաշտը լրելությամբ արժեք հաստանում, քանի որ integer-ը 0 ստացա։ Ուրեմն ստացվեց, որ ես մի հատ անվանականով տվեցի, մյուսին ոչինչ չտվեցի։ Ոչինչ չտալու պատճառով մենք իրան կոնստրուկտորում էլ չենք տվել, տեսեք, կոնստրուկտորում մի րոպե, p name-ը ոչինչ չի տված, դրա համար 0 վերցրեց։ Եվ վերջի խնդիրը։ Ամեն դեպքում ով ումա ծածկում։ Հիմա եթե ես additional ինֆորմացիան հանեմ, տեսեք, ես կոնստրուկտորում 3 հատ I եմ տվել, ոչ միտեղ չի երևում։ Նորից, նայենք, ահա, տեսեք։ Կա additional ինֆորմացիա 3 ան չկա, որովհետև մենք այսքի ծածկույթի օրենքներ ենք անցել, հետևյալն է, որ տարբեր ձևերով, օրինակ DC ժամանակ տեսել ենք, որ լոկալ փոփոխականը ծածկում է ենթադրենք կլասի փոփոխականը, եթե նույնն է։ Եվ այլն, անում դել ենք ծածկույթ։ Ռադիո ծածկույթ կլինի, թե OOP դաշտի ծածկույթ, կապ չունի, ֆունկցիայի հետ կապված։ Այ հիմա հետաքրքիր է, եթե ես սա հանեմ, անեցի, name-ը չեմ տալիս, ապա ինքը ինչ ցույց կտա, միանշանակ ինքը կոնստրուկտորով կաշխատի, կոնստրուկտորը string-ը կվերցնի եւ կտնի string-ում, բայց name-ը դու մեր կտրի 3-ա, եւ մենք կտեսնենք 3 անք, տեսեք, 3 ան տեսանք։ Պարզա, integer-ը լրելությամբ ոչ մեկ արժեք չի տալիս, մենք իրեն էլ արժեք կարող ենք տալ, այսինքն մենք կարող ենք հիմա, դա էլ ավելացնեմ, ենթադրենք p, այսպիսի, հայերը ստացվեց, p այսպիսի name-ը տանք 999, property-ը պարզա երորդ պարամետրներ կլինի, այսինքն 0 չի լինի և ախամարված չենք լինի, շարունակենք։ Մենք բացատրեցինք, որ շատ հեշտ դասերից է, որ ֆիքսված եւ անվանական կարող է լինել, որը երբ օգտագործում, չմոռանալ, որ միշտ անվանականները ամենաաչն են գնում, եւ երկու փոքրելի անվանականի հետ կապված փոքր օրինակներ, ուղղակի։ Ոչ պարտադիր պարամետրը, անգլերեն եմ թողել դասի անունը, C# 10-ից նոր մուտք կատարել, color info attribute։ Այսինքն տեսնենք այս ինֆորմացիան ինչպես ենք կանչում։ Տեսեք, եթե ոչ պարտադիր ատրիբուտները, տեսեք, պարամետրերը, ատրիբուտով կարելի է նշել։ Այդ դեպքում կոմպիլյացիան փոխանցում է լրելությամբ արժեքում։ Տեսնենք, եկեք օրինակով մի անգամից նայենք։ Օրինակը ամենամեծ դասատունը։ Ցանկացած դասախոսից ուժեղ։ Փակագծերը միայն նրա համար է դրված, որպեսզի շատ տեղ չգրավի։ Ունեմ f մեթոդ, call եմ արել առանց պարամետր, քանի որ ինքը բոլոր անվանական արժեքների տակ են, ոչ մի խնդիր, եթե սրանք չլինեին, այս 0-ն էլ
ապա parza ինքը կասեր գոնե ինձ մի պարամետր տուր։ Մի հատ n ունեմ, մի հատ p ունեմ, մի հատ 0 ունեմ։ Շատ լավ։ Հիմա ինչ է ստացվում, որ նույնիսկ ֆունկցիայի պարամետրում կարող ենք մենք ուրեմն տալ ատրիբուտներ։ Շատ նորություն է։ Օրինակ առաջինին տալիս ենք color member name։ Տեսնենք ինչ է, կարող ենք տալ ճանապարհը, field path, այսինքն file path-ը կարող ենք տալ։ Կարող ենք տալ նաև օրինակ color line numbers։ Օրինակ սա ես լավ գիտեմ։ Ֆունկցիայի այդտեսեք, այստեղ երկուս է գրած, չէ՞, սրա ձախ կողմը։ Այս երկուսն է ցույց տալի, այսինքն հրամանի համարը։ Պարզա սրանք ավելի հարուստ են, մենք իրենց չենք անհանգստացնի, բայց մեզ մոտ color number-ը ես 0 եմ տվել եւ ինքը պետք է աշխատի։ Խնդրեմ, տվեց main ծրագրի մասին ինֆորմացիա, այսինքն ինքը տալիս է ուրեմն առաջինը name-ն է տալիս, այսինքն number name-ն է տալիս, այսինքն ինչպիսի անդամ կա, main-ն է տալիս, որ կա, ցույց է տալիս ճանապարհը, փակն է ցույց տալիս մի վարքյան, ահա, այսինքն դնենք, ճանապարհը թե որտեղ է գտնվում, մեծացնեմ տեսեք, այս ճանապարհին ծրագիրը որտեղ է գտնվում, սխալ ասեցի, այս ճանապարհը որտեղ է գտնվում, իմ ծրագիրը այդտեղ է գտնում, ուրեմն տվեց name-ը, անունը, main-ի անունն է տալիս է ճանապարհը եւ տալիս է line-ի անունը։ Սրանք բոլոր ատրիբուտներով նշվեց։ Նորից ասեմ, այս ատրիբուտները name-ը տեն վերագրման օպերատորով են։ Դրա համար ինքը աշխատեց, բայց ատրիբուտները որ չլինեին, մենք արդեն ասենք եթե իրեն նույնիսկ արժեք չտանք, մենք կտեսնենք ինքը ինչ է գալի, ինչն է հետաքրքիր։ Ես կարող եմ օրինակ ասենք line number-ին տվել ենք 0, չէ՞, 0 տվեց։ Նայեք վերջինը, 2 տվեց։ Հիմա line number-ին չեմ ուզում 2 լինի, ուզում եմ այսպես ինչ որ գործողությունների մեջ գցել։ Բայց քանի որ 0 է տված, չի պարտադրում այստեղ պարամետր կամ արգումենտ։ Տեսեք, տվեց 0, 2 էր։ Attribute line number-ը ես հեռացրեցի։ Ահա դասի իմաստը դրանում է կայանում, այս փոքր հատվածը օրինակ է, որ կարելի է մեթոդի ոչ պարտադիր պարամետր նշել ատրիբուտները։ Այո, կարող ենք նշել ատրիբուտները, խոսքը ոչ պարտադիրի մասին է, օրինակ սրան նշել, նրան նշել։ Այդ դեպքում, եթե դուք այս ատրիբուտը չեք նշում, ապա ինքը տալիս է line number-ը, ասենք ատրիբուտ չեք նշում, այս 0-ով չեզոքացնել 0-ն սրա միջոցով։ Այո, լույս կարգի աշխատանք։ Մյուս փոքր օրինակը, որը լի կապված արգումենտ հարաբերություն պարամետր հարաբերության հետ, expression-ը կոչում, color argument expression։ Միանգամից օրինակ, ֆունկցիա եմ կանչել, որը ֆորմուլա, այսինքն արտահայտություն է մեջ, ինքը պետք է հաշվի եւ որպես արգումենտ ուղարկի։ Հարց. մենք կարող ենք այս փոքր մի խնդիր լուծել։ Արգումենտի արտահայտությունը ստանալ, այսինքն ֆորմուլան ստանալ, որը ո՞նց ստանալ։ Սիմվոլների խումբը, string-ը, չէ՞։ Պատասխանը հետեւյալն է, որ այո, եթե ես ֆունկցիայի մեջ գրեմ այսպիսի atribute, color argument expression, այդպես էլ գրված է այստեղ, ապա ինքը ինձ թույլ կտա, որպեսզի ես կարողանամ այս ֆորմուլան ստանալ։ Շատ լավ։ Նախորդ օրինակում եկեք մի բան էլ հիշեմ, եթե ես բոլոր ատրիբուտները հանեմ, տեսեք ինքը տվեց main ճանապարհ եւ այլն, տես main ճանապարհ եւ 0։ Հիմա, նո 0, որտեղ ես արդեն հանել եմ, եթե ես բոլոր ատրիբուտները հանում եմ, մնում է name-ները, ոչ մի խնդիր։ Այս ատրիբուտները չեն օգտագործվում, պարզա այս ֆունկցիան թույլատրում առանց արգումենտ ուղարկել, որովհետեւ 3-ն էլ վերագրման օպերատորի տակ են։ Պարզա այս անգամ կլինի մի ուրիշ արտահայտություն, NN, PP եւ 0, այսինքն մեր վերագրած հրամանները ինքը ընդունեց, ել եմ ասում, 3-ն էլ աշխատում է եւ դատարկ արգումենտով է, որտեւ իրանք հավասարումով են։ Հələ մի հատ հավասարում հանենք, չի աշխատի, որովհետեւ կասին չես ուղարկել, ուրեմն այստեղ ես մի հատ չի աշխատի, սա ուղղակի պրակտիկորեն, ես այստեղ անպայման գոնե մի հատ թիվ պետք է ուղարկեմ, ելի չի աշխատի, որտեղ սա վերջի պարամետրն է։
Այսինքն նույնիսկ այս integer-ն էլ պետք է բերվի անպայման կողք, այսպես, ահա, եւ integer name string, այսպես ինչ որ գործողություն, սա իրավունք չունեմ string name եմ անել, ստորակետը դնենք, ահա, կաշխատի հաստատ, մնում է այս liner number-ն էլ հանել եւ այս ստորակետն էլ հանել։ Ահա։ Նա ստեղ ապացուցվեց, որ ամենաձախը, բայց այս 8-ը կդնի անպայման առաջի պարամետր number-ի հետ, որտեղ ինքը ֆիքսված է անպայման ամենաձախն է, այլ կաշխատի, ինչ որ գործողություն կանի եւ այլը, այս 8-ը ուղղակի չեմ վերցրել, ցուցադրությունից հանեցի ինչ պատճառով։ Շատ լավ, սա ուղղակի մոռացա։ Փոքր օրինակը եւս մի անգամ ցույց տանք հաջորդը, որը կոչվում է argument expression ատրիբուտի օգտագործում ֆունկցիայի պարամետրում եւ դրանով կվերջացնենք այս փոքր դասերի խումբը։ Ուղղակի։ Ինչ է ստեղ գրված։ Ես ուզում եմ ֆունկցիա կանչեմ, լավ ենք անում, ունի պարամետր, շատ լավ ենք անում, ինքը պարամետրում ինչ որ գործողություն անում եւ ինչ ցույց է տալիս։ Ահա, տեսնենք ինչ է ցույց տալիս։ Ինքը երկուսն էլ ես ցուցադրեցի, ինչու համար համ ցուցադրեցի exp string-ը, համ ցուցադրեցի արժեքը, number-ը։ Այսինքն ես ստացա թիվ, երկուսն էլ ցուցադրեցի, number-ը գալիս է այստեղ, տեսեք, double-ով է ինքը ցուցադրված։ Դրած expression-ը number-ը ցուցադրել, շատ լավ, եւ ես կարող եմ նաեւ ցույց տալ exp-ը։ Exp-ի դեպքում ինքը 0 է դրած։ Եվ սա փոխանցում է։ Ահա իմ այս գեղեցիկ ատրիբուտը նոր հնարավորություն է տալիս, որ ես կարողանամ նաև այս string-ը տեսնել որպես արտահայտություն։ Արտահայտությունը որտեղից վերցնեմ, չեմ վերագրել։ Հա, ես ցույց տվեցի որպես արտահայտություն։ Պարզ է, եթե ես հանկարծ իրան փորձեմ հանել այս վիվարկյան մաց եւ այլ, ասեք, սա հանեմ, ատրիբուտը հանենք եւ փորձարկենք։ Ատրիբուտը չկա։ Ինքը այս արտահայտությունը պետք է հաշվի, string չի սա։ Եթե չկարողանա հաշվի, ոչ մի խնդիր։ Եթե կհաշվի, ապա մեզ մոտ կլինի երևի մի հատ արգումենտ, մեկը դատար կա, 0-ը, string-ը չկա։ Խնդրեմ։ String-ը 0 ենք տվել, դրա համար ինքը չի վերցնում։ Փոքր մի հատ խնդիր դաս եւ դրանով մենք ավարտենք այն դասը, որը կոչվում է հեշտ դասերի շարքում գտնվելով, կոչվում է, որ պարամետրերը կարող են լինել նաև անվանական եւ ֆիքսվածը, որի մասին արդեն տեսականորեն խոսացել ենք կամ ներկայացել ենք ձեզ։